Բարև ձեզ, լինականցիկ, այ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, լսեք, ձեր հողի ջրի հետ մի բան է ինչի։ 100 տարի առաջ դաշնակները կապիտուլյացիա կրին, էլ են Ալեքսանդրապոլյան պայմանագիրը, Թուրքիային հանձնեցին Հայաստանը, էլ է։ Նիկոլին, օշնեցիք, ասեցիք, քայլելով գնա մեր մոտից, դեր հացն ու ջուրը երևի կերավ, ես իմ խմեց, գնաց կապիտուլյան տարավ։ Հանձնեց, հենա տեսակ։ Հիմա բան է, եթե դոգը, Վարդան Ղուկասյանը, գենել, դրոշը բարձացրեց սպիտակ, հանձնվեց թրքամետ իշխանություններին, ասեց, ես ընտրապայքարից դուրս եմ գալի, ես էշացա, ասի, երկուշաբթի պետք է դատելնի, դուք ես հիմա դուրս գալիս, ընտրապայքարից, հասկանում եք, ես կապիտուլյանտությունը ձեր մոտ ինչ-որ մի հատ այդ հողը ջուրը մի հատ աղոթել տվեք, մի հատ նորմալ տեր բերեք, ընդեղ չակրեքը մաքրեք, ինչ արեք, ես իմ ընդեղ ինչքան շաման մամանկա բերեք, մի հատ այդ ձեր հողի հարցը լուծեք, դե ես էշացա, որ Վարդան ենք սենց բան լսեցի, են աղջիկ ինչա, են անի Խուդավերջյան, ինքնավորոշել, իրար հետ են խոսացել, ես չգիտեմ, ով գիտի գրում են, ասում են, իրավաբանները շատ փող արժեն, ասմանդրությունները փողի դիմաց ծախել են, հազար ու մի բան են խոսում, ասում են, ապուշեք դուք, լսեք, հիմա անեք, գոնե, չգիտեմ, սպասեք ամսի 10 անցներ հետո անեք, որ գոնելի, դրա համար ինձ մարդիկ գրում են, կա լենինականցիկ, որ նեղված գրում են, ես ինչ արեց, դե, ասում են, հել խոսա կամ ասա, ասում եմ, ես էլ եմ զարմացած, էլի մանթրաշեն, թրքամետ իշխանություն, ես Նիկոլեն ուրիշ ասելու բան չունեմ, մանավանդ երեք որ իմացա բան են, ինչ էր անունը, Եղիշե Կիրակոսյանը, որ հրաժարվում են մեր միջազգային դատարանում այդ հայցերից, Ադրբեջանի նկատմամբ, հիմա ճիշտ է դա, հերքվում է, չգիտես էլի, ու չես հասկանում էլի, մեր ազգային անվտանգությանը էլ ինչ է պետք, որ մարդուն ձևակերպի դավաճան, էլի, դավաճանությունից, դրան են երկու հատ լակոտ, որ դիրքեր էին նկարել $300 ուղարկել թուրքերին, դրանց դատեցին, են էլ որ այդքան երևի Google Map-ով էլ կարող էին նային, կամ ընդեղ մի հատ բեսպիլոտնիկ թողեին նային, դե որտեղ է զուգարանն ու բանը, բայց որ Նիկոլը այս կարգի որոշումներ է կայացնում, այս ձևի քաղաքականություն է վարում, մեր ազգային անվտանգությունը, դե հիմա ասեք, այսքան այդ որ ասում եք լենինականին, ինչ ասեմ ես, նորմալ էսա տեսնենք ով է, կընտրեք նրան, որ ոչ Նիկոլընի, ոչ Եվրոպամետ լնի, ոչ էլ բան, ինչ էր անուն են, Վարդանիկ են, Ալկապոն են ձեր, մյուսը, բանը, կապված էլի Վարդանի հետ, լսեք, Վարդան Ղուկասյանի դատող դատարանը դեպորտացիոն է, լսեք, դեպորտացիոն դատարան է, քրեական չի, կամ ինչ-որ ուրիշ դատարան չի, որ Հայաստանի կառավարությունը ներկա լինի, ասի դատվի կամ Ինտերպոլով փորձեն խլել եւ արտահանձնել, էլի, այնտեղ ոչ Ինտերպոլից կամ մարդ, ոչ հայկական դեսպանատան իրավաբաններից, այդքան մարդ ներկա են եղել պատմել են, ես ընդեղից գիտեմ, դա դեպորտացիոն հարցերով զբաղվող դատարան է, ժողովուրդ ջան, ես լսում եմ ինչեր են խոսում ընդեղ են դեսպանն անում, Արարատ Միրզոյան ես, լսեք, նրանք շատ լավ նամակներ են գրել եւ սենց ասած, վարկաբեկել են Վարդան Ղուկասյանի կեյսը, սա է ամենատրամաբանական, ես ներսի մարդու հետ եմ խոսացել այդ գործերով զբաղվող, սրանք հայերը մեր ամենաշատ ինչ են արել, նամակ են գրել, սվալցիֆիցիրովանի թե ինչ, չգիտեմ, դատարանը կորոշի, ես դատավոր չեմ, ուղարկել են ու Ամերիկայի իշխանություններին ասել են, այ սենց մի հատ մենք ունենք փախած սրիկա, սենց ասած, ես նկարացնում եմ էլ ոնց հայերն են ներկայացրել, որ խաբել է մեր մոտ, զբաղվում է փող շորթելով, նրա կուսակցության նախագահը տեսեք հինը դատվում է, այս մյուսը դատվում է, այսքան մարդ նրա թիմից դատվում են, մեր երկրում բռնվել են, որ բախկվել է ձեր մոտ եւ այդ սենց ասած
շիրմայի ետևում է, էլի, քաղաքական ապաստարան խնդրելու, էլի ձեզանից։ Իբր Իրան քաղաքական հալածանքների համար ինքը վախենում է։ Բայց իրականում ինքը քրեական հանցագործ է, պարոն ամերիկացիներ, ձեզ ուզում է խափի։ Այսինքն բաներ են գրել մեր իշխանություններ, էլի։ Փոխարեն այ Ադրբեջանի հարցերը լուծեն։ Մեր այդ սպանված զինվորների հանցագործությունների մարդկության դեմ, այդ Հագայի դատարան բան գնան զբաղվում են ինչով, Վարդան Ղուկասյանին հետ բերելու, որ նրա կեսը վարկաբեկելով։ Այս է ընդհանուր այդ պատկերը, էլի, որտեղ դատարանը դեպորտացիոն է, լսեք, դա զբաղվում է մենակ էմիգրանտներով, այնտեղ Ինտերպոլից մարդ չկա, որ ասի Ինտերպոլը տեսեք եկել է դիմել է Ինտերպոլի գործն են քննում կամ բան էլի արտահանձնման։ Էս է։ Եվ այս ամենը պարզապես համընկել է Տրամպի գալը, այս ամբողջ ժամանակաշրջանը Գյումրիի ընտրությունները։ Պարզապես զուգադիպություն է, որտեղ մեր փնթիները նրանք այդքան հնարավորություն չունեն, էլի որ SMS-ով արդարադատության վրա ազդեն Միացյալ Նահանգների։ Այնտեղ իսկի Տրամպը չի կարողանում ազդի։ Տեսեք ինքը մի հատ հրաման ստորագրեց, դատարանը չեղարկեց։ Տրամպի ստորագրած է, որ ծնվելու իրավունք, որ մարդ ծնվել է, դրանով էլ քաղաքացի չի կարող դառնա, եթե Ամերիկայում է ծնվել։ Հնով կարար, մթումնորով չկարողանա, որը դատարանը ասեց, փախար Տրամպ, սահմանադրության մեջ է գրած, էլի։ Դուք չես կարող այդ օրենքը փոխես։ Հասկանում եք, նենց որ դուք հերիք է մեր հայկական փնթի դատարանները SMS-ով համեմատեք ամերիկյան դատական համակարգի հետ։ Էս է եղել մեր իշխանությունների ազդեցությունը, թե ինչ են արել։ Չէ, տեսնում եք ինչ կոնսպիրոլոգիա են բանանում, նագախադով կեք, վայ, Գյումրի, ասում ես, արա դու ում մասին ես խոսում, էլի, կոմ Ռուսաստանը չի, դες նագախադով կանի, էլի։ Հայաստանն է, լսեք, սրանք իսկի էլի։ Այն Լուկաշենկոյի հետ լեզու չեն կարող գտնել, սրանք պետք է Ամերիկայի հետ նագախադով կանի։ Էտա երկշաբթի օրն է պարզ կլինի, տեսնենք դատը էլի հետաձգվի թե ինչ։ Նենց որ հերիք հանգնեք գրում եք ես եք անում, բայց ինչ ես ասեց։ Իրականը սա է։ Հիմա մյուսը ժամանակը քչանում է, բանը կապված են մեր կեղծ պարապետի հետ էլի են ինքնակոչ։ Ջահելություն, սա մեծ մասամբ դուք եք ինձ գրում էլի են, նամանավանդ Facebook-ում, YouTube-ի հանդիսատեսը չգիտի այնտեղ ուրիշ ձևակնում։ Դրեք նայեք, եթե մենք հաղթել ենք պատերազմ, էլի, իբր, այսօր ինչ անում Ալիևը Հայաստանում, զորքով նստած, թե ուզում եք իմանաք ճիշտը, մեր հայ-ադրբեջանական պատերազմը սկսվել է հələ 88 թվին, Սումգայիթից, էլի, այդ ժամանակվանից, ու միջև այսօր չի ավարտվել։ Իսկ են որ գրում են առաջի Արցախյան երկրորդ պատերազմ, այդ պատմական sense տերմին են հորինել, որտեղ նայեք իրականում ամեն փորձագետ դες կասի, որ Վազգեն Սարգսյանի ու այդ ժամանակվա Սամվել Բաբայան ու Սերժ Սարգսյան, որ ներկա են, ու բանը հետո Լևոնի իշխանությունները ճակատագրական դեբիլություն են արել, երբ հաղթողի դիրքերից զիջել են կամ գնացել են առանց նախապայմանի սենց զինադադար են կնքել ու պատերազմը սենց դրել սառեցման, էլի։ Սենց տերմին կա, горячая фаза войны и холодная фаза։ Горячая ֆազան պրծավ 94 թվին ու անցավ սենց սառց հանգիստ փուլի։ Եվ երկրկին բոցկլտեց 2020 թվականին։ Դե համար սա ընդհանուր մի պատերազմ է եղել, իսկ այդ դեգեներատը եկավ մեզ ժողովրդին խաբեց, ասեց մենք հաղթել ենք։ Այդ դավալեցի հիմարը չգիտեր, որ այդ զինադադարեր ինչ էր ժամանակավոր է, դա կապիտուլյացիա չէր։ Տեսեք կապիտուլյացիային ոնց են հասնում, նայեք Ալիևը ինչ անում։ Ու այսքանից հետո նրան փառաբանեք, նրա անձի շուրջ պաշտամունք ստեղծեք, բան էս։ Բավական է։ Ես տեսնում եմ ինչեր են անում, ֆիլմ են նկարում, խելագարներ լսեք, դուք տեսեք։ Նա այսօր եթե ճիշտ վերցնենք նրա որոշումները, ավելի շուտ ադրբեջանամետ է եղել։ Ռուսաստանը ասեն գլխին տվեց, ոչ խարի պես գնաց ստորագրեց։ Ես այդ բանակցություններով կկիսվեմ կոմենտարյաների մեջ կնայեք 93 թվին։
Գնաց անհիմար զինադադարը կնքեց, որ այսօր ասենք այսօրի, եկավ Հայաստան սկսեց աթոռակռիվ, այնտեղ ինչ արեց, ու սերիական բաներ դարձել Վազգենը, քաղաքական մարդասպան, այնտեղ Արծրուն Մարգարյան, Խորխորունի, Հենրիկ Խաչատրյան, բոլորին հոշոտեց, սենց գնդակահարեցին իրա քիլլերները Եգրապայի, որ հետո Աղվան Հովսեփյանը մտնի ազգային ժողով եւ զրկի Վանոյին մանդատից, որտեւ քաղաքական դաշտում իր միակ ընդդիմադիրը Վանոն էր, Վանո Սիրադեղյանը։ Նենց որ այդ ընդրակեղծիկներ բան այդ սաղ Վազգենն է սկսել։ Իրա օրոք, ընտրությունները, զորքը հանել ժողովրդի դեմ 96 թվին, Վազգենն է արել։ Հետո սկսեց սենց լուսանկարներ սիրուն նկարել, հեսա կկիսվեմ կտեսնեք էլի, ոնց որ են մայոնեզի ռեկլամից իջած, գովազդից իջած ընտանիքի հայրիկը լինի էլի։ Սկսեց իր անձի շուրջ սենց պաշտամունք սարքել էլի, ստեղծեց։ Սպանությունից հետո էլ ոնց միշտ այդ իրանց այդ ովքեր իրանց մեղքը քավելու համար շարունակեցին այդ անձի պաշտամունքը ու լցրեցին ձեր ուղեղը։ Դրա համար են որ Պարուր Հայրիկյան ինչ որ մի պահ սկսեց խոսալ, ճիշտ է, զարմացա, ասեցի, փառք Աստծո։ Հետո տեսանք լեզուն մցրեց քամակը, քակեց տակը, խլեշից պարապետից վախեցավ, են որ հիմա պահկվել է, վախից նստած է իմ ամերիկյան դատարանում։ Այս այա ճիշտը, Պարուր Հայրիկյանն էլ էր ճիշտ։ Այմա խոսա Պարուր Հայրիկյան, ճիշտը պատմեք, լսեք, մեր անբարոյական մտավորականներին եմ ասում։ Այն ինչի ճիշտը չեք խոսում, էլի, 30 տարի առաջ ա եղել դա։ Այս այա սրիկա տեսակ էլի, որ մեր մոտ կա էլի, ինչ 30, 26 տարի առաջ ա եղել։ Այսինքն խափեն ձեզ, մոնիպուլացնեն, ձեզ սարքեն բիոզանգված եւ կառավարեն։ Դες սեփական ուղեղով մտածեք, ժողովուրդ ջան։ Լավ մնացեք։